Նինոցմինդայի մունիցիպալիտետի Հեշտյայի վարչատարածքներում շահագործման հանձնվեցին մի քանի կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր, մասնավորապես ավարտվել են շահագործման է հանձնվել Թորիա գյուղի ասֆալտապատ ճանապարհը, ինչպես նաև ավարտվել է Թորիայի խաղահրապարակի կառուցումը, ներկայումս նույն գյուղում շարունակվում են մարզադահլիճի շինարարական աշխատանքները, որը ևս նախատեսվում է ավարտվել առաջիկայում։ Ավարտված աշխատանքների հանդիսավոր բացման արարողություններին ներկայ էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Գուրեղյանը, Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչները և բնակիչներ։ Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին տեղական իշխանություններին ուշադրության և իրականացվող բարեփոխումների համար։ Ինչպես տեսնում եք, արդեն այսօր հենց արդեն տեղի ունենում ասֆալտի բացման արարողությունը։ Ուզում եմ երկու խոսքով ասել, որ շատ կարևոր նախագիծ էր թորիացիների համար, շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ էր թորիացիների համար ասֆալտի այս շարունակությունը գյուղի։ Բացի այդ, այս տարի նաև կատարվել են շատ մեծ աշխատանքներ Թորիայում։ Սպորտ դահլիճի կառուցողական աշխատանքներ, երեխաների խաղահրապարակ, որի մեջ մտնում են խաղալիքների տեղադրում եւ այլն, որը շարունակելի է իհարկե այս տարով չի վերջանում։ Շատ մեծ աշխատանք է կատարվել սպորտ դահլիճի կառուցման գործում։ Աշխատանքների մոտ 70%-ը սպորտ դահլիճի կարող եմ ասել, որ արդեն կատարվել են եւ հիանալի, առանց որևէ վատ կողմի։ Իսկ ասֆալտը տեսանելի է, արդեն օգտագործվող է ոչ միայն թորիացիների համար, այլև որպես տարանցիկ Ախալքալաքի գյուղեր գնացող մյուս բնակիչների համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ առիթից օգտվելով թե ավականու ներկայացուցիչներին, թե քաղաքապետարանի, թե քաղաքապետին, թե ավականու նախագահին։ Բոլորին շնորհակալություն բոլոր թորիացիների անունից։ Ջոգողություն արեցին, մեզ համար ասֆալտ այլևս չկա։ Այսօր ակվեց այդ խոսքը ընդմիշտ։ Այսինքն ջոգողություն գոյություն չունի, բոլորս նույն գյուղից են, բոլոր ծրագրերը բոլորիս համար է եւ այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել տեղական կառավարման մարմիններին եւ Վրաստանի իշխանություններին, որ այսօրվա պահով այսպիսի իրավիճակ է ստեղծվել։